Այժմ սիրելիներս տեսնում եք, որ կրակը վառված է, ամեն բան արված է, այստեղ հաղթանակի տոնը նշում են։ Ահա ես մոտենում եմ կրակներից մեկին, որտեղ կտեսնեք, որ բոլորը հավաքվում են, տաքանում են այս հիանալի կրակների շուրջ։ Հիմա տեսեք, մարդիկ կանգնած են, հիշում են հին օրերը, իրենց հաճելի է, երբ որ նրանք հիշում են։ Ահա այսպես բոլոր փողոցները ամեն 15-20 մետր այն կողմ դուք կտեսնեք բազմաթիվ կրակներ, որտեղ մարդիկ տաքանում են, հաճելի է, երբ որ նրանք տեսնում են, թե ինչ է կատարվում եւ հիշում են իրենց հաղթանակը։ Նաեւ սա հաղթանակ է իրենց համար, որովհետեւ իրենք տոնում են իրենց հաղթանակի օրը։ Շուտով ես ձեզ կներկայացնեմ նաեւ մեկ անակնկալ, այստեղ զինվորականները պատրաստում են թե զինվորական, թե հիշեցնելով հին պատերազմական տարիները։ Հիմա տեսեք, որ գտնվում ենք այդ կրակներից մեկի մոտ։ Հիմա այս կրակն է, որտեղ մարդիկ տաքանում են եւ իրենց հաճելի է։ Ես էլ նոր տաքացա, ինձ էլ հաճելի էր։ Շարժվելով առաջ ձեզ եմ ներկայացնում բոլոր կրակները, ահա տեսնում եք բոլորի տրամադրությունը շատ բարձր է, բոլորը պարում են, երգում են իրենց համար, այստեղ հնչում է նաև շատ շքեղ երաժշտություն։ Մենք հիմա մոտենում ենք եւս մեկ կրակի։ Ահա այսպես, անցնելով նաև այս մեկը, ես ձեզ եմ ներկայացնում նաև եւս մեկ կրակ, որը այստեղ մոտիկ է գտնվում եւ շատ հետաքրքիր է։ Եվ նաև հետաքրքիր է այն է, որ կրակը ամբողջ փողոցով մեկ է եւ նրանք չեն վախենում այս կրակից, ասեմ, որ վերահսկվում է ոստիկանության կողմից, որպեսզի ոչ մի միջադեպ, ոչ մի պատահար տեղի չունենա եւ բոլորը վայելեն այս հիանալի օրը։ Ասեմ, որ ներկայիս դրությամբ այստեղ -18 աստիճան է մառոզով, այսինքն կարող է լինել -18 եւ ցուրտ չլինել, բայց հիմա -18 եւ ցուրտով։ Ահա տեսնում եք բոլորը իրենց ընտանիքներով այստեղ են, վայելում են այս հիանալի տպավորությունները, տրամադրությունը եւ բոլորին հաճելի է։ Մենք մոտենում ենք, ահա ես ուզում եմ ձեզ ցույց տալ այստեղի ակտիվությունը, թե ինչպես այս ցրտին մարդիկ եկել են եւ նաեւ իրենց հետ բերել են իրենց երեխաներին։ Ասեմ, որ ես նկարահանելու ժամանակ նաև լավ սառել եմ, բայց դա կապ չունի, ես հիմա կփոխեմ իմ մյուս ձեռքս եւ հիմա մենք մոտենում ենք ահա եւս մեկ կրակի, որտեղ էլի մարդիկ կանգնած այսպես թե են խմում, ակտիվ հիշում են, շատ հետաքրքիր է։ Տեսեք, նրանք արդեն նախապատրաստված իրենց հետ բերել են իրենց թեյերը, իրենց հետ, ահա այստեղ նաև վաճառվում է թեյ, ես հիմա շուտով ձեզ ցույց կտամ այն ինչը որ խոստացել էի, որ զինվորականները եւս թեյ են վաճառում։ Շարժվենք առաջ, եթե իհարկե արդեն չեն հավաքել այդ ամենը։ Այո, տեսնում եք մարդիկ չեն դադարում այստեղ գալ, հոսքը շատանում է այստեղ, քանի որ սա մի մեծ հաղթանակի օր է։ Հույսով ենք մենք էլ ունենանք եւս մեկ հաղթանակի օր այսպիսի Հայաստանում։ Տեսեք ինչքան շատ մարդ կա, ինչքան շատ մարդիկ հավաքվել ու տաքանում են։ Շարժվենք առաջ։ Դուք հիմա լսում եք երաժշտություններ, որը երգում են լիտվերեն լեզվով եւ այստեղ նաեւ դուք կտեսնեք, որ ավելի շատանում է բազմությունը։ Շատանալով այս բազմությունը, այո, ես հիմա մոտենում եմ իմ խոստացած սուրպրիզին։ Ահա մարդիկ ամենտեղ շատ Ուզում եմ ձեզ ասել, որ այստեղ ահա այն հեծանիվները, որը որ նրանք երթևեկում են, այստեղ նաև բազմաթիվ փայտի պաշար կա եւ այստեղ հյուրասիրում են նրանք, այս զինվորականները պատրաստում են ամեն ինչ, նաև նրանց տրամադրությունները շատ բարձր են եւ որ ուզում է թե կարող է վերցնել խմել, այստեղ նրանց
ձերները, բոլոր զինվորականներին կհետաքրքրի, որտեղ սա մի հաղթանակի օր է իրենց համար։ Ահա այսպես տեսեք այս ռեպորտաժը ձեր համար հետաքրքիր է։ Մոտենանք հաջորդ